Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Այ պապի, ինչ լավ է քեզ տեսա։ Կներես, որ առանց զգուշացնելու եմ եկել, ուղղակի ուզում եի հետդ խոսել։ Ես 15 րոպեի ժողով ունեմ, բայց եթե կարճ կլսեմ։ Հա, կարճ եմ խոսելու, երկար ժամանակ չեմ խլի։ Պապի, ճիշտն ասած, այսօրվա խոսակցությունը ինձ վրա շատ է ազդել։ Ճիշտ է, եկել եմ, չգիտեմ ինչ եմ ուզում խոսել, ինչ եմ ուզում լսել, բայց երևի ուզում եմ իմանամ ընդհանրապես տարբերակ չկա այդ իրավիճակը փրկելու։ Ուղղակի Էլկան ու Արմանը հազիվ նորից միացել էին, ու այս վթարի պատմությունն էլ Էլկային շատ վատ ծանր վիճակի մեջ է դրել։ Անկեղծ ասած չգիտեմ, ուրախանամ, թե ինչ անեմ։ Արդեն դու էլ ես սկսել անհանգստանալ քրոջդ համար։ Դու ասում էիր, որ կարող ես փրկել ինչ-որ մի բան, բայց չես անի։ Ինչի։ Ես Էլկային դա բացատրեցի, Ռեբեկա ջան, դու էլ այնտեղ էիր։ Ու եթե այդքան անհանգստանում ես քրոջդ համար, դու էլ փորձիր նրան բացատրել ու ասա, որ հիմա կապրիզների ժամանակը չի։ Արմանը շատ լավ գիտի ինչ անում։ Լավ։ Իսկ դու քեզ լավ ես զգում։ Հա, լավ եմ, բայց ոնց որ թե արդեն ուշանում եմ ժողովից։ Դե արի, ես քեզ ուղեկցեմ մինչև քո աշխատասենյակ, հետո ես գնամ Սարայի մոտ։ Արի։ Ոյ բալես ենքան ուրախ եմ չես պատկերացնի։ Ինչքան էլ որ հասկանում եմ ես սայլակի վրա ժամանակավոր ես, միևնույն է, երբ հիմա հիվանդանոցում քայլ արեցիր, սրտս ավելի հանգիստ է։ Մի քայլ էր ընդամենը մամ։ Բայց մի պա անգամ այդ մի քայլն էր չէ երազանք դարձել։ Ոտքերդ չէիր զգում։ Մամա, իմ համար անհրաժեշտ է հիմա քայլելը։ Որովհետև ես մինչև չքայլեմ իմ կյանքը չի փոխվի։ Այսինքն Որովհետև բոլորն առիթից օգտվում են, որ չեմ կարողանում տեղաշարժվել։ Բոլորն առիթից օգտվում են, որ չեմ կարող գնալ ու հարցերից պատասխանները պահանջել։ Դրա համար իմ հետ վարվում են նենց ոնց ուզում են։ Բալես, եթե Արմանի թեմայի մասին է խոսքը, Մամ, ես չեմ ուզում մենք Արմանի մասին խոսենք։ Ես վստահ եմ, որ Արմանը հետ է գալու։ Ես վստահ եմ, որ Արմանը ինձ մենակ չի թողնի, մամա։ Ես այս աշխարհում ամեն ինչ կարամ դնեմ կասկածի տակ, բայց ոչ այն, որ Արմանը ինձ մենակ է թողնելու։ Ես գիտեմ, Արմանը նման բան չի անի, մամա։ Ու ընդհանրապես կապ չունի ինչ ասում ինքը, մամա։ Ես գիտեմ, որ մենք միանալու ենք։ Ալո։ Բարև Ռեբեկա։ Բարև Արման։ Գիտեմ, որ զարմացած ես զանգիցս, բայց ես քո օգնության կարիքն ունեմ։ Տարօրինակ է, որ իմ օգնության կարիքն ունես, բայց ոնց որ թե գուշակում եմ ինչի ես զանգել։ Էլկայից ես ուզում նորություն իմանաս։ Չէ։ Ես երկրից գնում եմ, պետքա տոմս վերցնեմ, կօգնես ինձ։ Ինչ ես անում։ Գնում եմ երկրից։ Դու հենց այդ գործով ես, չէ՞ զբաղվում։
Մի րոպե Արման, ուր ես գնում կամ ինչքան ժամանակով։ Չգիտեմ, երևի մշտական։ Չգիտեմ ինչ ասեմ։ Կօգնես թե ուրիշին դիմեմ։ Իսկ Էլկան գիտի։ Չէ։ Բարձա։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, բայց եթե դու որոշել ես, ինձ մենակ ասա որ օրն ես ուզում թռիչքդ լինի ու որ ուղղությամբ ես գնալու, ես գնայեմ քեզ հետո կասեմ։ Լավ, ես քեզ նամակով կուղարկեմ։ Սար։ Լավ ես, Սարա ջան։ Սարա, եթե ինչ-որ բան ունես ասելու, կխնդրեմ արագ ասես։ Ամեն պահի կարող է պարոն Սարոյանն իմ կարիքն ունենա։ Ոչինչ, Գայանե ջան։ Որ ինչ-որ խնդիր լինի, ես պարոն Սարոյանին անպայման կտեղեկացնեմ։ Ուզում եմ հասկանալ, դուք ինչ իրավունք ունեք խառնվել իմ ընտանեկան եւ անձնական հարցերին։ Դուք ով եք, որ ձեզ իրավունք եք վերապահում ձեր քիթը մտցնել այնտեղ, որտեղ ընդհանրապես ձեր տեղը չի։ Ես ո՞նց ես խոսում, Սարա։ Ես հասկանում եմ, որ քո կյանքում շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմա ավելի բարձր խավի ներկայացուցիչ ես, փողում ես, բայց դա քեզ իրավունք չի տալիս իմ կամ որևիցե ուրիշ մեկի հետ այդ տոնով խոսես։ Հասկացա։ Ոյ, տղամարդկային արժանապատվությունդ վիրավորվեց։ Իսկ ուր էր այդ տղամարդկային արժանապատվությունը, երբ պատերի տակ բամբասում էիր, երբ քրոջս փորձում էիր իր ընտանիքի դեմ տրամադրել, երբ փորձում էիր ինձ ու գորին կռվածնել։ Դուք ով եք ընդհանրապես, որ խոսեք պապիկի կտակի մասին։ Այ հիմա հասկացա։ Ինչ որ խնդիրներ է առաջացել։ Էլ ամբողջը քոնը չի։ Լսի, ես չեմ հասկանում, դու նոր ես այսպես ցինիկ ու նյութապաշ դարձել, թե միշտ ես եղել, ես չեմ նկատել։ Ես ուզում եմ հասկանալ ինձ ինչ եք կանչել, եթե դուք իրար հետ հարցեր ունեք բարձելու։ Որովհետև այս խնդիրները քո շնորհիվ են առաջացել, Գայանե ջան։ Դու գոնե պատկերացնում ես ինչ կլինի, եթե բացահայտվի, որ դու մտնում ես պապիկի աշխատասենյակ։ Երբ բացահայտվի, որ դու դրան արանքից ականջ ես դնում, լսում բոլոր խոսակցությունները, հետո դրան քննարկում ամեն պատահածի հետ։ Ինչ ես ուզում ես աղջկանից։ Ես եմ խոսացել քրոջդ հետ։ Հարցեր ունես ինձ դուր։ Այս աղջկան հանգիստ թող, կլինի։ Արսեն, այդ կեղծ տղամարդկային կերպարը քեզ չի սազում։ Խնդրում եմ այդ դերից դուրս արի։ Վերջին արարքներից հետո ընդհանրապես չի սազում քեզ։ Դուք մտնում եք իմ անձնականի, իմ ընտանեկանի մեջ։ Ուզում եմ հասկանալ, ինչ օգուտ ձեզ դրանից, ինչ օգուտ ձեզ նրանից, որ ես խնդիրներ ունենամ, ինչա ձեր ուզածը։ Հիմա ինչ։ Պիտի սենց աշակերտի պես կանգնենք ու լսենք ոնց ես բարկանում։ Կարող է անկյուն էլ կանգնացնես, Սարա։ Լսի, բայց ինչ ցինիկ ես դու։ Լավ ու կորավ ես աղջիկը։ Գոր։ Ինձ թվաց արդեն գնացել ես։ Բա Սարան ուրա։ Չգիտեմ ինչ որ գործով բարձացավ վերև ու հեռախոսն թողել է ստեղ, երևի էսա կգա։ Գոր ճիշտ ասած ուզում էի քեզ հետ խոսել։ Խոսանք, խնդիր չկա։ Մասա Ռեբեկա ջան, տեսնեմ ինչ ա եղել։ Դու գիտեիր, որ Արմանը երկրից ուզում է գնա։ Պաստորեն զանգեց քեզ։ Հա։ Վախենում եմ Էլկայի վիճակը պատկերացնեմ, որ իմանա ինչ կլինի։
Ախր դա շատ սխալ քայլ է։ Ես չգիտեմ ինչ ասեմ, չեմ իմանում ինչ կանեի, եթե ես իր տեղը լինեի։ Այսինքն, եթե դու Սարան վիճեիք կամ բաժանվեիք, դու միանգամից թողնելու ես ու երկրից գնայիր։ Ես իհարկե չեմ պատրաստվում Արմանին ինչ-որ բան ասեմ համոզեմ, բայց այս քայլն էլ է սխալ։ Ինքը մտածում է, որ ինքը այստեղ լինի, կարա տենց վտանգի Էլկայի կյանքը։ Ու հետո հիմա սխալ է Արմանին մեղադրել, որտեղ ինքը ահավոր վիճակում է, լուրջ եմ ասում։ Բայց ես քեզ հետ դրա մասին չի, որ ուզում էի խոսայի։ Ինչ է եղել ասա։ Դու գիտես, որ ես քեզ քրոջպես ընդունում եմ, սիրում եմ ու հարգում եմ։ Մենակ այն չի, որ դու Սարայի քուրն ես, ամենին Վահեի պահը կա։ Ու ես քեզ վերաբերվում եմ նենց, որ քո հետ ինչ լինի, ուրեմն իմ հետ է լինում, ինչ վերաբերվում է քեզ, ուրեմն ինձ էլ է վերաբերում։ Ու ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում, դե Արամի պահի նկատի ունեմ։ Իսկ կլինի մի հատ ինձ բացատրես, թե ինչի ես իմ ու Արամի անուններ իրար կողք դնում։ Մենք իրար հետ ոչ մի կապ չունենք։ Դե հա, սկզբում տենց ենք մտածում, բայց հետո ոնց հասկացանք բոլորս, դու դեմ չես, որ ձեր անունները իրար կողքի ենք դնում։ Սարան ասում է, որ կարող է իմ ասածներն են ազդել քո վրա կամ իմ պահվածքն ազդել քո վրա, որ դու տենց որոշում կայացնես, որ պետք չի, որ շփվեք իրար հետ։ Չէ, դու ոչ մի կապ չունես։ Ամենասկզբում ես դեմ էի, որտեղ երկու էմոցիա խառնվել էր իրար մեջս։ Մի կողմում իմ ախպերն է Վահեն, մյուս կողմում էլ Արամը, որ էլի հարազատ մարդ է իմ համար։ Ինչ ճիշտ հասկացի։ Դժվար է կողքից նայել, թե քո ախպոր նշանացի կյանքը ոնց է դասավորվում։ Ու մտածում ես, բա ինչ կզգար այդ ժամանակ Վահեն։ Ես այդ ամեն ինչը զգացել եմ, ոնց որ դու ես զգում։ Ռեբեկա Վահեն այնքան շատ է խոսացել ձեր մասին իմ մոտ։ Այնքան շատ է պատմել։ Մենակ խոսալն ու պատմելը չի, ես տեսել եմ ինչքան երջանիկ եք դուք իրար հետ։ Ինչքան եք դուք իրար սիրում, ոնց եք փայփայում։ Ես այդ ամեն ինչը տեսել եմ ու ուրախացել եմ։ Հիմա այս ամեն ինչը ես քեզ չեմ ասում, որ դու հանգարց տխրես։ Ուղղակի ուզում եմ, որ իմանաս, որ ես ամեն ինչ շատ լավ պատկերացնում եմ։ Որ Վահեն իմ ամեն ինչն է։ Ես չգիտեմ դու գիտես թե չէ, բայց մինչև Վահեն ես ոչ մեկի չեմ սիրել։ Ու նույնն էլ ինքը մինչև ինձ ոչ մի ուրիշ աղջկա չի սիրել։ Գիտեմ, Ռեբեկա, լավ գիտեմ։ Մենք իրար հետ այնքան բան ենք ապրել։ Ատելությունից մինչև սեր։ Երջանիկ օրերից մինչև սարսափելի ցավ։ Ես չեմ կարող այդ ամեն ինչը մոռանալ։ Ռեբեկա, կյանքը շարունակվում է։ Դու օրերից մի օր պետք է երջանիկ լինես, ու որ երջանիկ լինես, այդ չի նշանակի, որ դու անարգում ես Վահեի հիշատակը։ Ես Վահեի ամեն մի ժպիտ, հայացք, միմիկա փորձում եմ հիշեմ ու պահեմ մեջս։ Ես չեմ կարող դրանցից ոչ մեկը մոռանալ։ Ու գիտես, ամենասարսափելին է նա, որ ես ինձ մի օր բռնեցի այն մտքի վրա, որ սկսել եմ մոռանալ ինչ-որ բաներ Վահեի հետ կապված։ Արամը շատ լավ տղա է, շատ լավն է, բայց ես չեմ կարող Վահեին իմ միջից բաց թողնել։ Գոր մենք այնքան երկար ենք պայքարել իրար համար։ Մենք ամեն ինչ միջով անցել ենք։ Ու ես չեմ կարող Վահեին մոռանալ ու բաց թողնել։ Ու սուտ է, որ մահը կարա մարդկանց բաժանի։ Չէ, եթե դու չուզես, ոչ ոք ձեզ չի կարող բաժանել։ Ես մի բան հաստատ գիտեմ, որ Վահեն հաստատ կուզեր քեզ երջանիկ տեսներ։
Դե դուր էր ասել մտքերով։ Ես վերցրու։ Երբ ուզես կգնաս տուն, ես կարող եմ ուշ գամ, մի քիչ գործեր ունեմ։ Ինչ գործեր ունես։ Դե Ռեբեկային պետքա տեսնեմ։ Համել պետքա հորս հանդիպեմ ու Սարոյանին։ Դե ուզում եմ միջև գնալս իրանց տեսնեմ, նոր գնամ։ Մեկա միտքդ չես փոխում, հա, որոշել ես գնաս։ Չէ, իմաստ չկա փոխելու, որովհետև ինչքան ստեղ երկար եմ մնում, այնքան ավելի բարդ է դառնում իմ համար Էլկային չտեսնելը։ Հիմա որ գիտեմ, այդ իր անվտանգությանն է վերաբերում, դրա համար էլ իրանց տան մոտ չեմ գնում։ Իսկ որ երկրից գնամ, կիմանամ, որ ամեն պահի չեմ կարող գնալ ու տեսնել։ Այդ ինձ կօգնի հաստատ։ Ես մինչև կոկորդս կուշտ եմ ես տեսարաններից։ Ինչ վերաբերում է քեզ Գայանե, կամ խելքդ գլուխդ ես հավաքում ու չես շեղվում քո հիմնական պարտականությունից, կամ տպարանից դուրս ես գալիս։ Մի մոռացի, որ ամենը լսած չի, որ բարձրաձայնում են, ամեն տեսած բան չի, որ պիտի գնալ մյուսների հետ քննարկել։ Քո պարտականությունը նաև համր ձևանալն է, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Ու մի մոռացի, դու պապիկի քարտուղարուհին ես, ու պիտի միայն անես այն, ինչ քեզ ասում են։ Սառա, ես... Հիմա դուրս գնա։ Բայց... Գայանե, ասում եմ դուրս գնա։ Հիմա անցնենք քեզ, Արսեն։ Վախից դողում եմ։ Ես ինչ եմ անելու։ Բա որ պատմի Սարոյանին։ Ասա, լսում եմ։ Սառա, Միրաբեկը լսես ինձ։ Գայանե, դու չես կարող պատկերացնել, թե ես ոնց եմ նյարդայնանում, որ ստիպված եմ լինում մի բանը մի քանի անգամ կրկնել։ Բայց ես ուզում եմ բացատրել։ Ես քո բացատրությունների կարիքը չունեմ։ Դուրս գնա։ Լավ։ Հիմա ոչ դու դուրս կգաս, ոչ էլ ինչ-որ մեկը կմտնի այնքան ժամանակ, քանի դեռ ես իմ ասելիքը չեմ ավարտել։ Վերջ, ես կորած եմ։ Այսքան անկեղծ մենակ քեզ հետ եմ կարողանում խոսել։ Երևի նրանից է, որ դու էլ իմ նման լավ ես ճանաչում Վահեին։ Հա, լավ եմ ճանաչել։ Դրա համար էլ գիտեմ, որ ինքը կուզեր, որ դու երջանիկ լինես։ Ես արդեն երջանիկ եղել եմ։ Հիմա ուղղակի պետք է հանգիստ լինել։ Դու դուրս գալիս ես, թե մնում ես։ Չգիտեմ, տեսնեմ Սարան ինչ անում, ու հա դուրս կգամ։ Այդ դեպքում ես գնացի։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Դու իրոք շատ լավ ընկեր ես։ Սկզբում Վահեի, հիմա էլ ինձ համար։
Այնե ջան, բարև։ Բարև։ Սարան Սարոյանի մոտ է։ Չէ, պարոն Սարյանը ժողովի է հիմա։ Երևի Սարան էլ հետն է։ Չէ, Սարան կադրերի նախկին սենյակում է։ Իսկ որտեղ է այդ սենյակը։ Միջանցքի վերջում։ Լավ, շնորհակալություն։ Չեմ հասկանում ինչ-որ խնդիր կա, որ հորս չեն բերում։ Հիմա կճշտեմ կասան։ Երետ հրաժարվել է քո հետ հանդիպելուց։ Այսինքն հրաժարվել է։ Գիտի, որ եկել եմ ու չի գալիս։ Տենց աստ ասում, օրենքով իրավունք ունի։ Հաստատ գիտի, որ ես եմ եկել։ Ասում եմ գիտի, բայց չի եկել։ Հիմա պետքա դուրս գաս։ Տարօրինակ է։ Կուզես դուրս գանք իրար հետ։ Ռեբեկա, ամբողջ օրը հեռախոսը ձեռքիցս չեմ թողել։ Ուշքն ու միտքս Արմանն է։ Այնքան մեծ հույս ունեի, որ գալու է։ Այնքան մեծ հույս ունեի, որ կզանգի գոնե։ Բայց ոչ զանգեց, ոչ էլ եկավ։ Ռեբեկա, ես չեմ հավատում, որ Արմանը սենց հեշտ ինձնից կարար հրաժարվեր։ Անհնար էր։ Ես գիտեմ, այս ամեն ինչը պապիկի ճնշումների արդյունքն է։ Բայց ինքը կգա, չէ՞։ Եթե ես չեմ դիմանում, ինքն էլ չի դիմանա ու կգա, չէ՞։ Ինչ եղավ։ Ոչ մի բան, ես խոսեմ ու գամ։ Ալո, Ռեբեկա, կներես, որ անհանգստացնում։ ասա Արման։ Ես քեզ ինչ փաստաթուղթ կա ուղարկել եմ։ Տես, եթե ավելացնելու բան կա, նորից ուղարկեմ։ Գնայեմ, բայց դու վերջնական ես որոշել, որ գնում ես։ Հա, հաստատ։ Լավ, այդ դեպքում որորվա համար նայեմ տոմսը։ Դե վաղը կամ ամենաուշը վաղը չեմ մյուս օրը։ Մի երկու գործեր ունեմ, թե չէ հենց այսօր էլ կգնայի։ Արման, հնարավոր է, որ հիմա բոլորդ մտածում եք, որ ես շատ ուրախ պետքա լինեմ, որ դու էլ կամ բաժանվել եք, բայց այդպես չի։ Էլքան շատ է տանջվում։ Ախր դուք չեք վիճել իրար հետ, վատ ձևով չեք բաժանվել։ Ու քո սենց առանց իրեն տեղյակ պահելու գնալը շատ սխալ է։ Դու պետքա խոսես հետը, բացատրես, հասկացնես։ Գիտեմ, բայց չեմ կարող գալ ու տեսնել իրան, թե չէ էլ չեմ գնա։ Ես հենց դրա համար էլ երկրից գնում եմ։ Արման, էլքան շատ վատ է։ Գիտեմ։ Ես անկեղծ չգիտեմ էլ ինչ ասեմ։ Գնայեմ ու ամենահարմար տարբերակը կընտրեմ, կասեմ քեզ։ Լավ։ Էլկա Արմանն էր։
գնում է երկրից։ Ես ամեն ինչ լսել եմ։ Էլկա, կներես, ես ուղղակի չէի ուզում, որ դու այս ամեն ինչի միջով անցնեիր։ Երբ է գնում։ Երևի վաղը։ Եթե դու զանգես, հնարավոր է, որ միտքը փոխի։ Ինչ անեմ։ Զանգեմ։ Ինչի համար զանգեմ, Ռեբեկա։ Մարդը ուզում է գնա։ Ինչի զանգեմ խանգարեմ։ Էլկա, Արմանն էլ է շատ վատ վիճակում, հասկանում ես։ Իհարկե հասկանում եմ։ Դրա համար է փախնում։ Որոշել է գնա։ Ուրեմն բարի ճանապարհ։ Արսեն, ես քեզ իրոք չեմ հասկանում, գիտես։ Սկզբում որ եկար, ուրախացել էի։ Մտածում էի հին ընկերոջս հետ եմ աշխատելու, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Բայց ինչ եղավ։ Ես չեմ ուզում հավատալ, որ նախկինում ստացածդ մերժումը քեզ այսպես չարացրել է։ Սարա, հիմա պիտի դասերակցական աշխատանքներ տանես հետս։ Իրոք։ Ընդհանրապես չէ։ Դրա համար արդեն շատ ուշ է։ Ուղղակի ուզում եմ քեզ ասել, որ ամոթ է։ Տղամարդուն չի սազում այդ տեսակ պահվածքը։ Քո կարծիքով ինչ էիր ստանալու նրանից, որ Ռեբեկային ամեն ինչ ներկայացներ այնպես, ոնց քեզ է ձեռք տալիս։ Դու չես կարող պատկերացնել, թե ես ինչքան բարկացած եմ քո այս արածից։ Որ իմ ու Գորի հետ կապված ինչ-որ բաներ էիր անում։ Ես դա ինչ-որտեղ կարող եմ հասկանալ, մի կերպ արդարացնել, բայց հիմա Գիտես, երբեք մտքովս չէր անցնի, որ հենց դու կասեիր Ռեբեկային, առավելևս կներկայացնեիր այնպես, իբր ես իրենց մեջքի ետևում ինչ-որ բաներ եմ ուզում անել։ Սարա, դու հիմա ինչ ես ուզում ինձնից։ Թեմա ես գտել, որ կռվես, թե ուղղակի տեսար, որ եկա ու չդիմացար։ Այսինքն այն, Սարա ջան, որ այդ կտակի թեման վաղուց արդեն անցած թեմա է։ Դու ավելի լավ է ինձ ասա, ինչի համար ես ինձ կանչել ստեղ։ Գայնային դուրս հանեցիր, դուրը ներսից կողպեցիր։ Ինչ-որ անիմաստ բաներ ես խոսում, որ մի քիչ երկար մնամ հետդ, չէ։ Դու խելագար ես։ Ես միանգամից հասկացել էի ինչ կա մտքումդ։ Ուղղակի ուզում էի հասկանալ ինչքան հեռու կգնաս։ Սարա, հիմա հասկացել ես, որ սխալ ես եղել։ Պետք է անպայման գնայի ու նոր կարոտեիր։ Լսի տղա ջան, քո գլխի հետ կապված ինչ-որ խնդիրներ կա։ Ես քեզ ասում եմ, որ դու անցնում ես բոլոր թույլատրելի սահմանները, դու ինչ ես զառանցում։ Բայց ես երկուսուդ ինչ նման եք իրար, երկուսուդ էլ հասկանալու հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեք։ Ես ասացի, չէ, որ մեզ մենակ թողնես։ Գոր։ Այդ ում հետ ես ուզում մենակ մնաս։ Բարև Գոր ջան։ Կբացատրես ինչ է կատարվում ստեղ, թե կարող է ես ձեզ խանգարեցի։ Արսեն, կարող ես գնալ։ Բանոր չէիր թողում, որ գնայի։ Հիմա ասում եմ գնա։
Արի գնանք իմ սենյակում խոսենք։ Ես ինչ ես դու անում, Սարա։ Գոր, որ թողնես խոսեմ, որ լսես հաստատ կհասկանաս ինձ։ Ինչը պետք է հասկանամ, որ չգիտեմ ոնց այդ լակոտը հայտնվել է նորից տպարանում, հա? Որ պահը պետք է հասկանամ, որ ինչ որ բան ունեիք խոսալու, փակվել էիք իրար հետ ստեղ, հա, որ դու ես տենց ուզեցել ու մի հատ էլ բաց չէիր թողնում, որ գնար, որ մի պահը հասկանամ, այդ որ մեկը չեմ հասկանում, որ պետք է հասկանամ։ Գոր, ես առանց այդ էլ բարկացած եմ, հիմա պիտի կռվես ինձ հետ, խնդրում եմ լսի։ Լավա չես ասում, որ եկա ձեզ խանգարեցի դրա համար ես բարկացած։ Գոր, դու անհարմար պահի ես եկել, բայց չես խանգարելից։ Հիմա քեզ ասում եմ, որ լսես, բայց տեսնում եմ, որ տրամադրված ես չլսելու։ Դու հիմա չես պատկերացնում ես ինչքան բարկացած եմ։ Ու ոնց եմ ինքս ինձ տիրապետում։ Լավա չես ասում, որ եկա ձեզ խանգարեցի։ Մյուս անգամ կներես, Սարա ջան, անպայման կզանգեմ, կզգուշացնեմ, որ ոչ դու անհարմար վիճակի մեջ ընկնես, ոչ էլ ես հիմարի տպավորություն թողեմ մարդկանց մոտ։ Գոր։ Ես էլ վերցրու։ Երևի շատ ես շտապել, մոռացել ես։ Գոր, սպասի։ Բալես, լավ ես։ Հա։ Երկար ժամանակ օֆիս չէի գնացել, մտածեցի տանից մի քիչ աշխատեմ։ Ապրես։ Աշխատանքի մեջ քո պատասխանատվությունը ինձ ուղղակի հիացնում է։ Դրա համար մի բան կա, որ պիտի ասեմ քեզ։ Ինչ, ասա։ Դու գիտես չէ, որ մենք նոր տարածք էինք փնտրում երկրորդ օֆիսը բացելու համար։ Հա, լսել եմ, որ աղջիկները խոսում էին։ Հիմա արդեն տարածքը կա ու ուզում եմ, որ դրանով դու զբաղվես։ Ես։ Հա, բալես, ես վստահ եմ, որ քեզնից լավ դա ոչ ոք չի կարող անել։ Հիմա պետքա բոլոր անհրաժեշտ ծրագրերը ներբեռնել բոլոր համակարգիչների մեջ, բոլոր կարգավորումները տալ, դրանից հետո ուզում եմ, որ այդ տարածքը լինի քո ղեկավարության տակ։ Մամ, բայց դա շատ բարդ ու պատասխանատու գործ է։ Ես վստահ եմ, որ դու կարող ես, եւ հիմա ոչ ոք չկա, ում ես կարող եմ ավելի շատ վստահել, քան քեզ։ Դե կփորձեմ ամեն ինչ շատ լավ անել։ Առաջին հերթին պետքա գնաս տարածքը տեսնես, բոլոր կարգավորումները միացնես, հետո մնացածը կհասկանանք, լավ։ Լավ։ Ապրես։ Գնա մեկայի մոտ պիտի օգնեմ, որ քիչ-քիչ սկսի քայլել։ Արդեն։ Հա, մեկ կամ երկու քայլանում է, բայց դա էլ է հիմա մեծ առաջընթաց։ Շատ լավ կլինի, որ շուտ սկսի քայլել, որովհետև այդ իրավիճակը իրան էլ է խանգարում։ Հուսանք, բալես, հուսանք։ Գոր, սպասի։ Գոր, Ինչի համար։ որ խոսենք։ Երկուսս էլ բարկացած ենք, բայց այսպես չի կարելի։ Ես չգիտեմ քեզ ինչ ա եղել, բայց իմ բարկությունը հաստատ տեղին է։ Ու ինչպես միշտ դու չես լսում։ Դու ուղղակի թողնում ու գնում ես։ Չեմ հասկանում, էլի մեղավոր ես դուրս եկա, հա։ Ինչ է իրանում այդ անասունի հետ սենյակում։ Գոր, ուղղակի խոսում էինք։ Ու այդ ինչ խոսակցություն էր, որ ոչ մեկ պետքա ձեզ չխանգարեր, պետքա փակ սենյակի ներսում անցներ։ Գոր, այդ դուռը փակել էի, որ Գայանեն ներս չգար։ Լսի, ես ճանապարհին որ գալիս էիր, ավելի լավ բան չկարացար հորինես որ ասես։ Գոր, ես չեմ խաբում, ես քեզ չեմ խաբում։ Իդես ամենատահաճ բանը որն է, որ այդ Արսենի հետ քեզ նենց ես պահում, որ ինքը կարողանա նայի երեսից լկտի ձևի ժպտա ու գնա։ Բայց ես տեղ չունենամ ոչ մի բան խոսալու, ոչ էլ անելու, որտեվ իմ նշանածը չգիտես ինչի, որոշել է հայտնվի իր հետ սենյակում մենակ, ու չգիտես ինչի համար։ Գոր, ոնց թե չգիտես ինչի համար։ Ասում եմ խոսում էինք, պապիկի կտակի հետ կապված թեմաներ կար, որի մասին այդ Արսենն իմացել էր ու խառնել մեզ իրար։ Ես ուղղակի ուզում էի այդ ամեն ինչը հասկանալ։ Ու եթե խոսալու բան կա, պարտադիր է փակվես հետը մի սենյակում, հա։ Մանավանդ որ գիտես ով է, ինչ մտքեր կարա ունենա։ Ես ամեն անգամ նենց եմ անում, որ փակեմ դրա բերանը, բայց դու նենց ես անում, որ ես տհաճ իրավիճակների մեջ հայտնվեմ։ Բանուն ես խոսալու, ինչի համար ես փակվում հետը մի սենյակում։ Գոր, ես չեմ հասկանում։ Դու ինձ չես վստահում։ Հարց տվեցի քեզ։ Ես էլ քեզ եմ հարց տալիս։ Ստեղ վստահել չվստահելը չի խնդիրը,
Ստեղ այնա, որ դու քեզ վատ ես պահում, հələ մի հատ էլ դու ես նեղվում դրանից հետո։ Նեղվում եմ, որովհետև չես փորձում ինձ հասկանալ։ Իսկ դու իմ տեղը լինեիր կհասկանայիր, հա? Կփորձեիր հասկանայիր, ինչ կանեիր։ Գիտես ինչ, ես էլ ցանկություն չունեմ այս խոսակցությունը շարունակելու։ Աստորեն տենց։ Աստորեն սենց։